Հարց վերաբերում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին։ Օպտիմալացման քողի տակ փակվել է Գեղարքունիքի մարզի Գավառի մանկատունը, որը գործում էր 1936 թվականից եւ շուրջօրյա խնամք է տրամադրել առանց տնողական խնամքի մնացած հազարավոր երեխաների։ Մանկատան 83 աշխատողներ, ովքեր երկարատե եւ անգնահատելի ավանդ ունեն սոցիալական ոլորտում, կորցրել են իրենց աշխատանքը։ Իդրավտ համակարգում հանրային քննարկումների մասնակիցների շուրջ 80% այս որոշման դեմ են քվեարկել։ Այսինքն հանրային կարծիքը եւս հաշվի չի առնվել։ Հիմա հարցերս. որքան է խնայել Գավառի մանկատան լուծարումից եւ արդյոք այդ գումարները հիմա ծախսելու եք ավելի նպատակային, աշխատանքը կորցրած 83 սոցիալական աշխատողներից քանիսն են գտել նոր աշխատանք եւ ինչ է կանում կոնկրետ այս մարդկանց աշխատանքի տեղավորելու համար։ Եվ երրորդ հարցը հաջորդը սոցիալական ծառայությունների մատուցող որ կազմակերպություններն են լուծարելու օպտիմալացման քողի տակ։ Արդյոք կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը, խնդրեմ պարոն վարչապետ, համեցեք։ Ես ուզում եմ պարզաբանել ինչու ես մոտեցա ամբիոնին, որովհետև այն ժամանակ, երբ որ այդ որոշումը կայացվում էր, պարոն Թորոսյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար չէր, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ ձեր հարցի վրա։ Տեսեք, դուք խոսեցիք մանկատան մասին, ամեն ինչի մասին հարցրեցիք, ամեն ինչի բոլորի երեխաների մասին ոչինչ չասեցիք։ Եվ ձեր հարցի մեջ այդ պատասխանը արդեն կար։ Եվ այդ որոշումը կայացվել է ոչ թե գումար խնայելու համար, այդ որոշումը կայացվել է ոչ թե աշխատատեղ փակելու կամ բացելու համար։ Ես տասնյակ անգամներ առիթ եմ ունեցել ասելու, որ ընդհանրապես մենք պետք է այս հասկանանք, որ դպրոցը երեխայի համար է, մանկապարտեզը երեխայի համար է։ Ասենք չի կարելի գալ ասել, որ բա ինչ կրթության ոլորտի բարեփոխումների արդյունքում ամենայն հարգանքով, ասենք, ենթադրենք X թվով տնտեսական աշխատողների աշխատատեղ փակվում է, որովհետև այդ հարցին պետք է դիտարկենք հետևյալից, իսկ դա երեխաների կրթության որակի հետ ինչ առնչություն ունի։ Ես մոտեցա ամբիոնին նաև, որովհետև այդ որոշման կայացումից հետո ես այցելել եմ Հույսի Ավան, Սոս մանկական գյուղ, տեսնելու համար, թե երեխաները ինչպես են տեղավորվել։ Եվ Սոս մանկական գյուղի արդյունքում համոզվել եմ եւ տվել եմ հանձնարարական նախարարին, նախկին նախարարին, բայց համոզված եմ, որ այդ հանձնարարականը նաեւ ինստիտուցիոնալ առումով արձանագրված է, եւ ես ասել եմ, որ մենք այն մեր ունեցած հին մոդելից ընդհանրապես պետքա րոպե առաջ հրաժարվենք, րոպե առաջ, որովհետեւ մենք չենք կարող, մենք պետքա մեզ հարց տանք, մենք ինչ պետություն ենք, ինչ հանրություն ենք, եթե մենք միջև հիմա մանկատան եւ ընդ որում ես վերջերս խոսակցություն եմ ունեցել արդեն նորանշանակ նախարարի հետ եւ ասել եմ, որ առաջնային ռազմավարական խնդիրներից մեկը, որ առաջադրում եմ, 2 օր առաջ եմ ես զանգել իրեն այդ հարցով, ասել եմ, որ ծերության խնամքի կենտրոնների այն կոնցեպտը, որը մենք ունենք, մենք այդ կոնցեպտի վրա միլիարդ էլ դնենք, մեկը այնտեղ կարող են աշխատավարձի հարց լուծվել եւ այլն, բայց շահառուի հարցը մենք տենց հետ չենք լուծելու, որովհետեւ արդեն բանաձևը, սխալ բանաձևը դրված, որովհետեւ ինքը կենտրոնացած է նրա վրա, թե տնօրենը ինչքան աշխատավարձ ստանա, մյուսը, բայց դրված չի հարցը մարդը այդտեղ իրան ինչքանով է լավ զգում, ինչքանով է լիարժեք կյանքով ապրում, եւ մենք այդ օրակարգը դեռ վաղուց ենք որդեգրել, ցավոք այդ թվում աղմուկների պատճառով մենք բավարար արագությամբ չենք անում, մենք գնում ենք այն ինչ մեր գործընկերները կոչում են ապա ինստիտուցիոնալացում։ Մենք պետք է գնանք այդ տրամաբանությամբ։ Արձագանք։ Տեսեք, նշված կազմակերպությունը գործել 1936 թվականից եւ միջև օրս նման խնդիր չի եղել։ Առավել եւս աշխարհի փորձը ցույց է տալիս, որ երեխաները
այդ նմանատիպ երեխաները ծնող ազուրկ ավելի նպատակարար է դաստիարակություն եւ ամենօրյա կրթություն ստանան ընտանեկան ավելի փոքր պայմաններում, քան թե տանել, խոշորացնել, ինչ որ ավելի մեծացնել այդ ընդլայնել այդ ամեն ինչը եւ ստեղ բերել հիմնավորում, որ իբրև թե երեխաներին տանել միտեղ հավաքել ավելի նպատակային, ասում եմ աշխարհի փորձ է, թե չեք տեսել, վերցրեք նայեք մասնագետներին, հանձնարարեք թող տեսնեն։ Տանում ավելի փոքրացման, ավելի մանրացման, որպեսզի երեխաները, բոլոր երեխաները ամենօրյա ուշադրության կենտրոնում լինեն։ Ամեն կոպիտ ասած ամեն մի երեխային մի դաստիարակ կաղնի, որպեսզի կարողանա ավելի ճիշտ դաստիարակել եւ լավ դաստիարակել։ Եվ կուզենամ նաև պատասխանեք, ինչ չափորոշիչներ հաշվի առնվել, որ կոնկրետ վերցվել է Գավառի մանկատունը։ Պարոն Ղազարյան, ելի ձեր հարցի մեջ պատասխանները կար։ Ես ձեզ հարցը բաժանեմ երկու մասի։ Առաջինը, որ այդ հիմնադրվել է 36 թվին եւ մինչեւ հիմա ոչ մի հարց չի ծագել, այդ արդեն այդ նշանակում է, որ դա սխալ կա։ Որտեվ եթե 36 թվին հիմնադրվել է եւ մինչեւ հիմա ոչ մի հարց չի ծագել, այս նշանակում է ոչ մեկ հարց չի տվել, դրա համար չի ծագել։ Երկրորդ մասը, ինչ որ ասեցիք, այ այդ ճշգրիտ ասացիք։ Ամեն ասացի տակ ստորագրում ենք եւ այն ինչ որ եղել է, արվել է ճշգրիտ ձեր ասած տրամաբանությամբ, որպեսզի համոզվեք, կարծում եմ, որ ոչ մի խնդիր չկա, ձեզ եւ այլ գործընկերների կարող եք գնալ եւ Սոս մանկական գյուղում դա ակունք խոշորացված համայնքում է, կարող եք գնալ տեսնել, որ երեխաները ապրում են առանձին տներում, այսինքն ընտանիքի մոդելով, նրանք գնում են, այցելում են համայնքի դպրոց եւ ապրում են ուղղակի տարբեր փոքր ընտանիքներում եւ կարծում եմ եւ ես ասում եմ, այդ այցի արդյունքներով ես համոզվել եմ, որ պետք է այդ խնդիրը օր առաջ լուծել։ Իսկ ինչու է Գավառինը։ Դրա հետ կապված հարցեր կան, որովհետեւ կոնկրետ Գավառի մանկատունը մեր ուշադրությունը գրավել է այդ թվում չարաշահումների պատճառով, նույնիսկ ապօրինի սեփականաշնորհված գույքի խնդիր է եղել այնտեղ, որը իրավապահների ջանքերով վերադարձվել է եւ հիմա արդեն պետական գույք է, բայց բոլորը հերթով պետք է այդ մոդելով լուծել։ Եվ հույս ունեմ, որ մենք դա օր առաջ կանենք, չնայած ափսոսում եմ, որ շատ արագ դա տեղի չի ունենա։ Շնորհակալ եմ, բայց դուք կարող եք այցելել եւ համոզվել։ Շնորհակալ եմ։